Պանդո ՀԿ-ն մարտակառույցի մեջ կազմակերպության կողմից ստացել է ենթադրամաշնորհ, որի շրջանակում որ մենք իրականացրել ենք կայուն զարգացման ուղիներ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Այս ծրագիրը առանձնանում է նրանով, որ որպես այդպիսին ինքը կարողությունների զարգացման ծրագիր է, ու մեր կազմակերպությանը հնարավորություն է տալիս զարգացնել մեր կարողությունները եւ զարգացնել նաեւ մեր հմտությունները։ Այս ծրագիրը բազմապարակիչ է ու շատ կարեւոր մեզ համար, որովհետեւ ծրագրի շրջանակում իրականացրել ենք շատ տարբեր գործողություններ, բայց բոլորը միտված են մեկ նպատակի կազմակերպության կարողությունների զարգացմանը։ Կայուն զարգացման ուղիներ ծրագրի շրջանակում մենք ստեղծել ենք երկու կրթական ձեռնարկներ, մեկը ամառային կրթական ճամբարի ձեռնարկը եւ մյուսը քաղաքացիական կրթության ճամբարի ձեռնարկը։ Առաջին ձեռնարկը, որ ամառային կրթական ճամբարն է, դա նախատեսված է 7-ից մինչև 12 տարեկան երեխաների համար։ Ինքը կրթական ճամբարի ոնց որ մոդուլ է, բայց հիմնականում նախատեսված է նաեւ ամառային ժամանցը կազմակերպելու համար փոխվանդակալից, իսկ երկրորդ տարբերակը արդեն քաղաքացիական կրթության ճամբարը ավելի նախատեսված է 13-ից 18 տարեկան, բայց արդեն երիտասարդների համար եւ ավելի շատ ուղղված է, որպեսզի խթանենք երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը եւ ավելի գիտելիքներ ու հմտություններ տանք, որպեսզի ավելի ակտիվ քաղաքացիներ ձևավորվեն հասարակության համար։ Ես Լուսինե Խաչատրյանն եմ, Ախուրյանի երիտասարդական հաբի սաներից։ 2025 թվականի ամռանը Ախուրյանի երիտասարդական հաբում իրականացվել է բակային ամառային ճամբար կրթական 4 օրյա, որին մասնակցել են Ախուրյանի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից երիտասարդներ, երեխաներ, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, խաղեր, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտում, մենք կամավոր հիմունքներով եղել ենք նաև ջոկատավարներ եւ ձեռք ենք բերել կյանքի համար կարևոր հմտություններ։ Մենք իրականացրեցինք ռեբրենդինգ, այսինքն Պանդո ՀԿ-ն ունեցավ նոր լոգո ու հիմա մեզ արդեն կարող եք ճանաչել նոր լոգոյով, ինչպես նաև մենք ստեղծեցինք մեր կայքը ու մենք ունենք արդեն պաշտոնական կայք pando.am կայքը, որտեղ որ կարող են մեր շահառուները, դրամաշնորհատուները, գործընկերները բոլորը տեսնել մեր գործունեությունը, ավելի մանրամասն ծանոթանալ մեր գործունեության հետ։ Իրականացրել ենք ֆինանսական կայունությանը միտված ծրագրեր, որոնցից մեկը հենց ֆոնդահայտման ռազմավարությունն է, թե մենք առաջիկա 5 տարիների ընթացքում ինչպես ենք ապահովելու կազմակերպության ֆինանսական կայունությունը։ Ինչպես նաև կայքում զետեղված է բաժին, որտեղով որ մարդիկ կարող են նվիրատվություններ անել ու իրենց նոման ունենալ մեր գործունեության մեջ ու նպաստել մեր նպատակների իրականացմանը։ Այս ծրագրի շրջանակում նաև հստակեցրեցինք մեր եռամյա ռազմավարությունը, որը 2026 թվականի մինչև վերջ ու հստակեցրենք այն 4 ուղղությունները կարևոր, որոնցով որ մենք աշխատելու ենք առաջիկա տարիներին։ Այդ երիտասարդների հզորացում, սոցիալ-տնտեսական զարգացում, մարդու իրավունքներ եւ քաղաքացիական կրթություն, բնապահպանություն եւ կայուն զարգացում ուղղություններն են, որոնցով որ մենք աշխատելու ենք առաջիկա տարիների ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում մենք արդեն կարող ենք ասել, որ Պանդո ՀԿ-ն ունի հստակ տեսլական ուր ենք մենք գնում, ուր ենք շարժվում, ինչպես ենք ապահովելու մեր ֆինանսական կայունությունը, որը ամենակարևորն է, ինչպես ենք ապահովելու մեր կազմակերպության անընդհատ եւ երկարաժամկետ գործունեությունը։ Այդ ամենակարևոր ձեռքբերումներից է հենց այս ծրագրի շրջանակում։ Շատ կարևորում եմ նմանատիպ ծրագրերի իրականացումը մարզերում եւ մասնավորապես համայնքներում, որովհետեւ մենք որպես այդպեսին Ախուրյան համայնքում ենք, որը լիովին գյուղական բնակավայրերից կազմված համայնք է, ու նմանատիպ համայնքներ քիչ կան, բայց կան շատ գյուղական բնակավայրեր, որտեղ որ հասարակական կազմակերպություններ չկան։ Ու նմանատիպ ծրագրերը աջակցում են, որ տեղի հասարակական կազմակերպությունը ուժեղանա, տեղի հասարակական կազմակերպությունը դառնա կազմակերպություն, որը միջոցներ գեներացնում է, որը ակտիվ աշխատում է իր թիմի հետ, որը ակտիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ։ Այսինքն այսպիսի ծրագրերը աջակցում են, որ տեղում հզորանա նաև կազմակերպությունը եւ նաև համայնքը։ Կարող ենք նշել, որ Պանդո ՀԿ-ն ծրագրի շրջանակում ակտիվ շարունակում է աշխատել Ախուրյան համայնքի հետ եւ կարևոր ձեռքբերումը այն է, որ 2026 թվականին Ախուրյան համայնքը նախատեսում է 2 միլիոն դրամ ուղղել երիտասարդական ծրագրերի ֆինանսավորմանը, որը մեր ծրագրի կարևոր արդյունքներից մեկն է, որ
հետո շարունակական է լինելու եւս։ Այսինքն յուրաքանչյուր երիտասարդ, եթե ուզենա իր նախաձեռնությամբ կարող է դիմել համայնքին եւ համայնքը կֆինանսավորի։ Ինչպես նաեւ մենք իրականացրեցինք մեր առաջին կոնսորցիումային ծրագիրը 3 հասարակական կազմակերպություններով, ովքեր ներկայացնում են Շիրակի մարզը մենք ենք ներկայացրել, Լոռու մարզը եւ Երևանը։ Եվ այս մեր առաջին համագործակցությունն էր նմանատիպ, որ 3 հասարակական կազմակերպություններով մեկ նպատակի շուրջ էինք հավաքվել եւ մեկ նպատակ էինք առաջ տանում, որն էր երիտասարդության մասին օրենքը ավելի լավը դարձնել, լավարկելը։ Ծրագրի շրջանակներում տրամադրվել է նաև մենթորական աջակցություն, կազմակերպության աշխատակիցները զարգացրել են իրենց կարողությունները եւ հմտությունները ծրագրերի մշակման, ինչպես նաև ֆոնդ հայթայթման թեմաներով։ Դե 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանում ընդունվել է երիտասարդության քաղաքականության մասին օրենքը, եւ մենք երիտասարդները Սախուրյանի երիտասարդական հաբում հնարավորություն ենք ունեցել մասնակցելու մի միջոցառման, դասընթացի, որի շրջանակում մենք ծանոթացել ենք առհասարակ երիտասարդական աշխատանքին, թե ինչ կոմպետենցիաներ են անհրաժեշտ առհասարակ երիտասարդական աշխատողներին, եւ կազմել ենք իրականացրել ենք տեղական հանդիպումների հիման վրա հանել ենք առաջարկներ եւ առաջարկությունների փաթեթ ենք կազմել ու ուղարկել նախարարություն եւ սպասում ենք պատասխանին, թե որ առաջարկություններն են ընդունվել նախարարության կողմից։